Հայաստանի բազմադարյա պատմությունն ու հինավուրց մշակույթը գրավում է օտար ստեղծագործողներին, որոնք իրենց պատկերացումներն ամբողջացնելու համար այցելում են մեր երկիր։ Եգիպտացի ֆոտոլրագրող, լուսանկարիչ եւ կինովավերագրող Էսամ Նագին 2017-ին առաջին անգամ Հայաստան եկավ, եւ նրա առաջին ֆիլմը Հայաստանի մասին է։ Այսօր խոստովանում է, Հայաստան գալու նաեւ անձնական պատճառ ուներ։ Արաբական երկրներից առաջինը ճանաչելով Հայաստանի անկախությունը, Եգիպտոսը 1992 թվականին դարձավ Մերձավոր Արևելքում հայկական դիվանագիտական ներկայության առաջին հանգրվանը։ Հայաստանը եւ Եգիպտոսը արդյունավետ կերպով համագործակցում են առևտրատնտեսական, զբոսաշրջության, առողջապահության եւ կրթամշակութային ոլորտներում։ Էսամ, դուք Հայաստանի մասին մի քանի ֆիլմ եք նկարել եւ Հայաստանի գեղեցիկ անկյուններն էլ ֆիքսել եք ձեր տեսախցիկով։ Հայաստանյան որ բնապատկերներն են ամենից շատ ձեզ գրավում, ինչն է ձեզ գրավում Հայաստանում։ Well, first of all, this is Կարծում եմ Հայաստանում շատ լավ բան կա տեսնելու եւ ճանաչելու։ Այդ ամենը կարող ես լուսանկարել կամ բանաստեղծություն գրել տեսածիդ մասին։ Հայաստանի ամենակարևոր առանձնահատկությունն իմ կարծիքով հենց մարդիկ են։ Որպես վավերագրող ռեժիսոր եւ լուսանկարիչ, ինձ ավելի հետաքրքրում է այն, ինչ ներսում է, քան այն, ինչ արտաքինից է երևում։ Շատ վայրեր կան, որտեղ սիրում եմ լինել, զգալ եւ հետո գուցե գրի առնել զգացածս կամ ֆիլմ նկարել, կամ լուսանկարել, բայց ես շատ կապված եմ Սյունիքի հետ։ Այո, ես շատ եմ սիրում Սյունիքը, ինչպես նաեւ Գեղարքունիքն ու Տավուշը, որոնք զարմանալի վայրեր են։ I mean, Գեղարքունիք is and Տավուշ, it's amazing. So Ամեն ինչ Դիանա ջան գալիս է մարդկանցից։ Քանի որ մարդիկ են պատմություն պատմողները, իսկ մենք դրանք վավերագրողներն ենք։ Չէ՞ որ առանց մարդկանց պատմություն էլ չի լինում։ Ես իհարկե դեմ չեմ թվային լուսանկարչությանը, բայց կարևոր է հասկանալ, թե ինչ որակ է ունենում այն աշխատանքը, որը մենք ժապավենի վրա ենք փաստագրում։ Թվային ընդհանրապես չեք օգտագործում։ Անպայման, when I do my Այո, սա իմ սիրելի ֆոտոխցիկն է, բայց դա չի նշանակում, որ պետք է ամեն ինչ միայն ժապավենի վրա լուսանկարեմ։ Ոչ, երբեմն անհրաժեշտ է թվային ֆոտոխցիկ օգտագործել որոշակի աշխատանքների կամ հանձնարարությունների համար, բայց ժապավենային ֆոտոխցիկը կարող եմ օգտագործել նաև այլ նախագծեր իրականացնելիս։ Diana John, we are in a very specific and lovely place. Մենք գտնվում ենք մի շատ յուրահատուկ եւ հիասքանչ վայրում, Մատենադարանում։ Եվ ես կցանկանայի լուսանկարել քեզ այս ակնթարթը հավերժացնելու համար։ Մեծ սիրով։ Ես այդքան լավ նկարվող չեմ, բայց կփորձեմ։ Perfect. I hope you would Կարող ես մի փոքր այստեղ մոտենալ։ Էսամ, դուք երկու ֆիլմ եք նկարահանել Հայաստանի մասին, առաջինը 2017 թվականի ձեր ճամփորդությունից հետո, իսկ երկրորդը արդեն Արցախյան պատերազմից հետո, եւ Մոռացված հայրենիքը ոսկե ծիրանում է 2022 թվականին ցուցադրվել, եթե չեմ սխալվում, արդյոք հատուկ փառատոնի համար էր ֆիլմը, ինչպես այն ստեղծվեց։ Well, there are many reasons actually. Պատճառներն իրականում շատ են։ Փառատոնների ամենակարևոր առաքելությունը Հայաստանի պատմությունը աշխարհին հայտնի դարձնելն է։ Հաճախ երբ մարդիկ հարցնում են, որտեղ ես ապրում, ասում եմ Հայաստանում։ Ասում են ներիր, ինչ, Ռումինիայում։ When they ask me where are you living, I say in Armenia, they say sorry, Romania. Yes. You know, չէ՞։ So that's Այո, գիտեք ինչ նկատի ունեմ։ Սա մի խնդիր է, որը պետք է ուղղել։ Չեմ կարծում, որ ճիշտ է, երբ մարդիկ գրեթե ոչինչ չգիտեն մի երկրի մասին, որը ոչ միայն մշակութային առումով է կարևոր։ Հայաստանի պատմությունը շատ կարևոր դեր է զբաղեցնում ողջ մարդկության պատմության մեջ։ Ուստի շատ կարևոր է, որ մարդիկ ճանաչեն Հայաստանը։ Այսպիսով իմ առաջին նպատակը Մոռացված հայրենիքը նկարահանելն էր։ Իմ նպատակն էր ներկայացնել այն անարդարությունները, որոնց միջով անցել են հայերը։ Ամբողջ աշխարհը պետք է իմանա այդ մասին։ Բայց ես նաև զգում էի, որ կա մի հատուկ ուղերձ, որը պետք է հնչի։ Այն է հենց Մոռացված հայրենիքի մասին պատմելը, քանի որ շատերը շատ բան չգիտեն Հայաստանի մասին։ Եվ եթե մենք կինոգործիչներս, արվեստագետներս, որոնք ասելիք ունեն, դադարենք խոսել այն իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունենում աշխարհում, ապա ել ո՞րն է մեր նպատակը։ Այն պետք է լինի ճշմարտության մասին պատմելը։ Իսկապես շատ հուզիչ էր, երբ 2022 թվականին ֆիլմի պրեմիերան կայացավ այստեղ,
Ոսկե ծիրան փառատոնի ընթացքում։ Ինչի միշտ մենք տուժում։ Ֆիլմը ցուցադրվեց նաև Սյունիքում, հենց այն վայրում, որտեղ ես նկարահանել էի բռնի տեղահանված արցախցիներին։ Աշխարհապետ burned down his house because it is now occupied by Azeris. The purpose of the Azerbaijani authorities is to erase Armenian ethnicity and the whole Armenian history. Իրականում շատ հուզիչ էր։ Կասեի նույնքան հուզիչ, որքան պրեմիերան, որը տեղի ունեցավ Մոսկվա կինոթատրոնում։ Սա մասնագիտական տեսանկյունից, բայց իմ եւ Հայաստանի միջև կա նաեւ մի շատ անձնական կապ։ Հայաստանի հետ իմ հարաբերությունները սկսվել են, երբ ես 16 տարեկան էի, մոտ 30 տարի առաջ։ Եվ ես այսօր ապրում եմ այստեղ, որովհետև զգում եմ, որ իմ ճակատագրի մի մասն այս հողի հետ է կապված։ Armenia should not stay in this situation anymore. Ես կարծում եմ, որ Հայաստանում իրական գեղեցկություն կա, որը հաճախ թաքնված է։ Ոչ բոլորը կարող են տեսնել Հայաստանի փայլը, նրա գեղեցկությունը։ Ես միշտ ասում եմ, այո, դրսից կարող է թվալ, որ Հայաստանը տնտեսապես դժվար վիճակում գտնվող երկիր է, բայց եթե ձեռքդ հողի տակ տանես գրեթե 20 սանտիմետր, դու զարդեր կգտնես։ Ես այդ զարդերը գտել եմ այստեղ, իմ ուսանողների մեջ եւ այն մարդկանց մեջ, որոնց հանդիպում եմ, որոնց հետ զրուցում եմ։ Եվ հավատում եմ, որ Հայաստանում դեռ շատ բան կա բացահայտելու։ Համարյա բոլորը լավ հիշողություն են։ Ես էլ վարդքաղ եմ։ Ոչինչ չկա։ Էսամ Նագին երկար տարիներ աշխատել է Մերձավոր Արևելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի բնակչության մասին մեդիա բովանդակություն ստեղծելու համար։ Կինոգործիչն աշխարհում տարբեր վայրերում գտնում է ինքնատիպ պատմություններ եւ պատմում իր վավերագրական ֆիլմերի միջոցով։ 2017 թվականին առաջին անգամ Հայաստան այցելելուց հետո ի սկզբանե Հայաստանն էր վավերագրական ֆիլմը նկարեց։ Հայաստանի պատմությունն ու մշակույթը կինովավերագրողի ոգեշնչման աղբյուրը դարձան։ Նա անընդհատ վերադառնում է Հայաստան։ Մոռացված հայրենիք ֆիլմից հետո դուք որոշեցիք մնալ Հայաստանում եւ աշխատել այստեղ, ինչու՞։ Գիտեք, այս հարցը ինձ շատ մարդիկ են տվել, ընկերներ, ընտանիքի անդամներ, նույնիսկ ուղղակի ծանոթներ։ Ես կարծում եմ, որ Հայաստանն այնքան ինքնատիպ է եւ դեռ ամբողջությամբ բացահայտված չէ։ Սա շատ կարեւոր է ստեղծագործողի տեսանկյունից, քանի որ զգում ես, Հայաստանը կարող է խոսել քեզ հետ, կարող է ոգեշնչել, վերալիցքավորել։ Դիանա ջան, այն իրականության մեջ, որ ապրում ենք, շատ դժվար է։ Դրա համար մեզ պետք են այնպիսի վայրեր, այնպիսի մարդիկ, որոնք մեզ լիցքավորում են ստեղծագործական էներգիայով, ոգեշնչում են։ Ես հավատում եմ, որ Հայաստանը հենց այդպիսի վայրերից է, մի երկիր, որն ունի մեծ ստեղծագործական ներուժ։ Բացի այդ, ընտանիքս որոշ արմատներ ունի այստեղ։ Այնպես որ, աշխատելով աշխարհի մոտ 25 երկրում, հիմա զգում եմ, որ գտնվում եմ ճիշտ տեղում։ Եթե չեմ սխալվում, հիմա ուսուցանում եք, երեխաների հետ եք աշխատում, ինչ եք սովորեցնում։ Լավ, եթե նայենք Հայաստանի ժողովրդագրությանը, կտեսնենք, որ երիտասարդ սերունդը մեծ թիվ է կազմում։ Եվ ես հավատում եմ, որ լուսավոր ապագա ունենալու համար մեզ պետք է խելացի սերունդ, որը գիտի ինչ է ուզում։ Հենց այդ պատճառով էլ ես այստեղ եմ օգնելու երիտասարդ սերնդին ավելի լավ հասկանալ ստեղծագործական տեսլականը։ Ես վարում եմ վարպետության դասեր կինոարտադրության ոլորտում, որոնք կարող են օգնել երիտասարդներին հասկանալ, թե ինչ են նրանք ուզում։ Թույլ տուր մի օրինակ բերեմ։ Վարպետության դասեր էի անցկացնում Սյունիքում, որտեղ երիտասարդներն իրենց կյանքում առաջին անգամ էին տեսախցիկ բռնում։ Սակայն ես վստահ եմ, բոլորն անկախ տարիքից, թե երիտասարդները, թե մեծահասակները, ճիշտ մոտեցման ու լավ կրթության շնորհիվ կկարողանան արվեստի հրաշալի գործեր ստեղծել։ Ահա թե ինչու եմ այստեղ։ Ես հավատում եմ, որ Հայաստանում ճիշտ ներդրում պետք է արվի երիտասարդ սերնդի կրթության մեջ։ Ես մի բան եմ նկատել, որ ժամանակակից աշխարհում երիտասարդները, պատանիները երբեմն չգիտեն, թե իրենք ինչ են ուզում
Եվ դուք ձեր պատասխանի մեջ մի հետաքրքիր ակնարկ արեցիք, արդյոք այդ հարցում եք օգնում նրանց հասկանալու, թե ինչով են ուզում զբաղվել, ինչ են ուզում առհասարակ կյանքից, աշխարհից։ Well, this is a global problem because Դե սա համաշխարհային խնդիր է։ Նրանք, ովքեր ծնվել են 2005-ից կամ 2010-ից հետո, կարելի է ասել, ունեն այս նույն խնդիրը, որովհետև նրանք ծնվել են գլոբալացված աշխարհում։ Ամեն ինչի պատասխանն իմանում են Google-ից։ Երբ ես փորձով կիսվում եմ երիտասարդ սերնդի հետ, միշտ ասում եմ իմ ուսանողներին, պատկերացրեք, որ մեզնից յուրաքանչյուրը ծառ է։ Մենք պետք է արմատներ ունենանք, որպեսզի պտուղ տանք։ Եթե մենք չհասկանանք մեր արմատները, երբեք չենք կարող տեսնել եւ հասկանալ մեր պտուղները, արդյունք ստանալ։ Ես հավատում եմ, որ Հայաստանն ունի պատմություն, որը պետք է վերանայել, վերաբացահայտել, որի վրա պետք է աշխատել, որպեսզի աշխարհին ներկայացնենք մի բան, որը շատ իսկական է, ճշմարիտ ու ինքնատիպ։ Սա կարելի է ասել իմ ուսուցման փիլիսոփայությունն է։ Ես ուզում եմ հասկանալ իրականում ինչ կա իմ յուրաքանչյուր ուսանողի ներսում։ Ես փորձում եմ հասկանալ յուրաքանչյուրի կարիքը։ Նույնիսկ եթե նրանք երբեմն շատ են աղմկում, ակտիվ են կամ դժվար են ըմբռնում, պետք է նրանց հասկանալ եւ տալ տարածք ինքնարտահայտման համար։ Նրանք պետք է վստահություն զգան։ Այս տեսախցիկը կոչվում է Cambo SC։ Այն արտադրվել է Նիդերլանդներում, Հոլանդիայում։ Հենց այս մոդելը 1980-ականներին եւ 90-ականներին։ Իդեպ Գերմանիայում կա մի ընկերություն, որտեղ դեռ պատրաստում են այս տեսակի տեսախցիկներ։ Եվ այն արժե մոտ $7,000։ Այն միայն ժապավենով է աշխատում։ Այսամ ենթադրում եմ դե ձեր լուսանկարներն են։ yes, these are my Այո, սա իմ լուսանկարներն են։ Առաջին 3-ը Փարիզում են արվել։ Այնտեղ իմ ֆիլմը պիտի ցուցադրվեր։ Այս մեկն արվել է Հաղթանակի կամարի մոտ։ Իսկ այս մեկը շատ հետաքրքիր է։ Ինչ եք կարծում, սա ինչ է։ Ես մտածում էի նոր այդ մասին եւ կարծեցի, որ աստիճաններ են վերևից նկարված եւ եթե լինեմ անկեղծ, ամենաշատը երևի թե սրտի սա դիպավ։ Երրորդ լուսանկարը ես շատ եմ սիրում, որովհետև չես կարող ասել, թե որտեղ է արվել։ Երբեմն պետք է հնարավորություն տանք մեր երևակայությանը։ Երրորդն էլ է Փարիզում արվել, իսկ չորրորդը Երևանում։ Իհարկե, օպերայի շենքն է։ Ես շատ եմ սիրում սև-սպիտակ լուսանկարներ։ Երբ զգում ես սև-սպիտակը, ավելի ես կենտրոնանում ձևի եւ կառուցվածքի վրա։ Ոչ թե պարզապես նկարի գեղեցկության, այլ իմաստի վրա ես կենտրոնանում։ Ահա ինչու եմ դրանք շատ սիրում։ Սա արվել է թվային տեսախցիկով, բայց այսօր կարող եմ նաև ցույց տալ, թե ինչպես է կատարվում ժապավենի մշակումը։ Սիրով կբացահայտեմ։ Սա սև-սպիտակ ժապավեն է։ Այն մշակելու համար մենք կատարում ենք 3 փուլից բաղկացած գործողություն։ Հիմա ժապավենը գտնվում է այս տարայի մեջ։ Կարող ենք լցնել համապատասխան լուծույթները, որպեսզի լուսանկարը հայտնվի։ Մենք օգտագործում ենք 3 լուծույթ։ Առաջին տարայի մեջ ջրային լուծույթ է, բայց այս 2 տարաների մեջ քիմիական նյութեր են։ Հիմա պետք է համոզվենք, որ այս լուծույթի ջերմաստիճանը մոտավորապես 20 աստիճան է։ Սա շատ կարևոր է սև-սպիտակ ժապավենի մշակման համար։ Ես հիմա ուզում եմ ցույց տալ, թե կոնկրետ ինչ է տեղի ունենում մշակման ավարտից հետո։ Սովորաբար ասում են, որ ժապավենի վրա արված լուսանկարը կարծես եռաչափ պատկերի էֆեկտ է տալիս։ Սա էլ հետաքրքիր է, որ լավ խորություն ունի եւ առաջին հայացքից թվում է, թե երկու մարդ են կանգնած, բայց երբ մոտ ուսումնասիրում ես, հեռվում էլի մարդիկ ես տեսնում։ Կարելի է տեսնել առաջին պլանն ու հետին պլանը։ Ժապավենը մի փոքր ավելի է փոխանցում պատկերը, քան թվային տեխնոլոգիան։
Դիանա, ես մի հետաքրքիր եգիպտական ուտեստ եմ պատրաստել եւ ուզում եմ, որ փորձեք ինձ հետ։ So I want you to try it with me. I hope you would love it. You like zouk? Դուք սիրում եք ձուկ։ That's amazing. Մեծ սիրով ես հիմա շատ քաղցած եմ, այնպես որ I hope Հույս ունեմ ձեզ դուր կգա։ ինչ ենք ուտում։ first of all, tell me. Ձեզ դուր է գալիս հոտը։ Of course։ Իհարկե, շատ համեղ հոտուներ։ Very good. As I told you, Սա ապխտած ձուկ է։ Եվ ես այն պատրաստում եմ տարբեր համեմունքներով։ Այստեղ կա սխտոր, սոխ, պղպեղ, ձեթ եւ կիտրոնի հյութ։ Իսկ այստեղ ունենք սովորական կանաչ սոխ։ Ուզում եմ նախքան ուտելը ձեզ մի քանի բառեր սովորեցնել մեր լեզվով լավ։ Հազարը մենք կոչում ենք բասալ։ Բասալ, aywa, basal. Garlic is tom. Սխտորը թում, տոմ, Not tom. Tom. տում, Tom. ու, Tom. տում, Tom. տում։ No, it's not French. No, oh my god։ Yeah. Say. Բասալ, Aywa, tom. տոմ, Zeytun. զեյթուն, Zeytun. զեյթուն, Zeytun. զեյթուն։ Զեյթունն իրականում դասական արաբերեն բառ է, բայց Եգիպտոսում ասում ենք զեթուն։ զեյթուն։ Zeytun. This is cheese gibna. Սա պանիր է, արաբերենով գիբնա ենք ասում։ Սպիտակ պանիր, գիբնա բեյդա։ Գեբնա Beda. բեդա։ So, Hima, let me pour you. Հիմա թույլ տվեք ցույց տալ, թե ինչպես ենք սա ուտում։ Հույս ունեմ ձեզ դուր կգա։ Hima, you just take small Վերցնում ենք լավաշի մի փոքր կտոր։ Այսպես and you do like what we call the cat's մենք անվանում ենք այն կատվի ականջ Ականջ, կատվի ականջ։ with no something like that. եւ սկսում ենք ուտել։ And then you like this. You get You good? Անկեղծ եմ ասում։ Alhamdulillah. Անկեղծ։ Right. In Egypt we say Եգիպտոսում ասում ենք հելու գեդեն։ Գեդեն։ Shat Համեղ է։ Ayyo. Դուք արդեն մի քանի տարի է ինչ հաստատվել եք Հայաստանում։ Գիտեմ նաև, որ քրիստոնյա եք, իսկ Եգիպտոսում բնակչության մոտավորապես 10%-ն է քրիստոնյա։ Որևէ կապ կա, կպատմեք ձեր պատմությունը։ Well, by the way, the Egyptian Christians, which are the Coptic. Եգիպտոսի քրիստոնյաները ղպտիներ են, քրիստոնեություն դավանող հին եգիպտացիները, որոնցից մեկն էլ ես եմ։ Ես բավական ուշ իմացա, որ իրականում հայկական արմատներ ունեմ, ընդամենը 4.5 տարի առաջ, եւ շատ պատահականորեն։ Բայց հետաքրքիրն այն է, որ ես շատ վաղուց էի հետաքրքրված Հայաստանով, դեռ 16 տարեկանից։ Առաջին անգամ այցելեցի Հայաստան 2017 թվականին, եւ երբ վերադարձա ու հարցրեցի ընտանիքիս, նրանք հաստատեցին։ Պարզվում է իմ պապիկի պապը, որի անունը Միքայել է, Արևմտյան Հայաստանից էր։ 1896 թվականին նա 7 տարեկան էր, երբ Համիդյան կոտորածների ժամանակ նրան որդեգրել է իմ մոր ընտանիքը Եգիպտոսի վերին շրջանում, եւ նա մեծացել է որպես քրիստոնյա, ղպտի քրիստոնյա։ Նա թուրքերեն էր խոսում։ Այսպիսով նա դարձել էր ընտանիքի անդամ, ամուսնացել նույն ընտանիքի աղջկա հետ եւ կարծես հայկական արմատները մարել էին։ Ու ոչ ոք այլևս այդ մասին չէր խոսում։ Այս պատմությունն իմանալուց հետո հասկացա ինչու եմ ես այս երկիրը այսքան շատ սիրում, որովհետև իմ մեջ թաքնված հայկական արմատներ կան։ Եվ հիշում եմ, երբ 2017 թվականին առաջին անգամ եկա Հայաստան, հենց օդանավակայանում մի շատ անսովոր բան զգացի։ Ես աշխատել եմ մոտ 25-26 երկրում, բայց այն, ինչ զգացի Հայաստանում ու դեռ զգում եմ, ամբողջությամբ տարբերվում է։ Եվ հենց Հայաստանում լինելով ու անելով այն, ինչ ես անում եմ այստեղ, կարծում եմ, որ ինչ-որ ձևով փոխհատուցում եմ երիտասարդ Միքայելին, մեծ պապիկիս։ Ես այստեղ եմ նաև մեծ պապիկիս հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար։ Հայաստանի մշակույթը ուսումնասիրելու, փայփայելու եւ ներկայացնելու կարիք ունի։
ասում է ֆոտոլրագրող, վավերագրող Էսամ Նագին եւ շարունակում իր գործունեությունը Հայաստանում։